Ինչ ասեմ, ես տանը նստած իմ համար սուրբ 3-ն էի նայում, մեկի ուժեղ գմփոց լսեցի, ասեցի երևի հրավառություն է։ Այդտենց էլի դուրս եկա բալկոն խանդեր, էլ ինչ պատմեմ, հետո իմացանք այդ դեպքի մասին։ Ամեն դեպքում ջահել ընտանիքի համար այդքան շուխուտ չպետք է գցել։ Ես ու Լաուրս մեր տանը կոֆե էինք խմում, ասեցի մի քիչ մաքրություն անեմ, մարդուս ավտոմատը մաքրեմ։ Տենց ավտոմատը մաքրում եմ, մեկի տենց գոռոց բան լսեցի։ Արագ վազեցի բալկոն, տենա մի խումբ այդպես տղաներ էս բակի, գնում են գարաժի հետև, ասեցի երևի գնում են ծխեն։ Այնտեղ հաճախ են ծխում։ Դու մի ասա, ոչ թե գնում են այնտեղ ծխեն, այ իրար ծխեն։ Լավ է, այդքան դեպքերից հետո լավ ավտոյից խաս չի եղել, էլ այդ պարկվեցին։ Դե չէ, թոշակառուկը նիկեիմուց պետքա պարկի տակից դուրս գայի։ Ուստես դրեցի գազի վրա, ասեցի ռոկետ լայնի սահմանաչափի դիմեմ։ Իդեպ մինչև 10 միլիոն սահմանաչափ ունի ու 60 ամիս մարման ժամկետ։ Այդ պայն ռոկետս հաստատեց, կոֆեն թափեց գազի վրա։ Սիրտս սկսեց արագ թփթփալ։ Սուսանը մեր էս 4-րդ հարկի զանգ է, դեպքի մասին պատմեց։ Նենց մարդիկ էին, ես լավից բացի վատը չեմ տեսել։